Հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-531 եւ հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ իրավաբան, հասարակական գործիչ, գրող, հրապարակախոս, համաշարժման հիմնադիր Հայկազ Մակարյանին։ Բարև ձեզ, պարոն Մակարյան։ Շնորհակալ եմ Նոյան Տապանի հարթակում ձեզ տեսնելու համար։ Սկսենք հետևյալից։ Համաշարժման մասին մենք երկար ժամանակ է որ չենք խոսում եւ ուզում եմ հասկանալ, արդյոք ձեր այս շարժումը հիմա որքանով է արդիական եւ դուք ունեիք Հայաստան-Արցախ Միացյալ Արժեքների զարգացման շարժում, որը որ շատերը ասում են նմանություն կա Համասի, բայց նա Համասը ընդհանրապես ինքը է նաեւ որպես այդպիսի նաեւ մի շարք երկրում տերորիստական ահաբեկչական շարժում է։ Մենք որովհետեւ իսեր աստծո այդ միաբանում այդ բարերի միամիությունը հենց ստեղծվել է Հայաստանի եւ արմի որ Հայաստան-Արցախը ինչ ասեմ։ Երկրորդը միասնական միացյալ արժեքների ինչ համար եմ դրել, որովհետեւ մենք հասկացանք, որ այս տարիների ընթացքում հիմա էլ ակտիվ տանում է, որ Արցախի էջը պետք է փակենք։ Հիմա հենց դրա համար եմ հարցում, որքանով է արդիական, քանի որ Նիկոլ Փաշինյանի կարծիքով Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։ Քանի որ համոզված է, որ Ադրբեջանում էլ չկա պետք է չլինի քարոզչական որոշում, քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մեկ ուրիշ շարժում, օրինակ Արևմտյան Ադրբեջանի շարժումը։ Հիմա ձեր այս շարժումը մենք ամեն անգամ ձեզ ներկայացնում ենք, որքանով է հիմա սա Հիմա այնպես լավ հարց տվեցիք։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի համար 30 ըստ իմ մտքերն եմ ցիտում 30 տարիների ամենամեծ ձեռքբերումը անկախության մասին է խոսում։ Դա Արցախյան բանում շարժումն է մեր Արցախյան շարժումն է մեր հաղթանակը։ Այսինքն մեր հաղթանակն է Արցախյան շարժումը, որը որ համարում են գլխավոր ձեռքբերումը։ Այսքան տարիների ընթացքում դա Արցախյան այն մեծագույն այդ բանը ամբողջ պոտենցիալը որ մենք ունեցել ենք դա Արցախյան հաղթանակած շարժումն է եղել եւ 88-ից սկսված խոսքը վեր այդ Նիկոլ Փաշինյանն է ասել բանում մի քանի տարի առաջ։ Հիմա մատ հարց եմ տալ ինքը որ ասում է ես այս հարցում սխալվել եմ, ես պետք է այս հարցում սեզ չասեի, պետք է այսպեսի դիրքորոշում չհայտնեի։ Ինչ դիրքորոշում եք ուզում հայտնել։ Բա որ դուք այդ դիրքորոշումը չէիք հայտնում, այդ նախքին գորալով գալիս է, հա նախքին ներկա այս տխրարչակ թատրոնը խաղալով Ռոբերտ Քոչանին հարցը։ Բայց ինչի է թատրոն խաղում։ Նիկոլ Փաշինյանը ասում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է իր ասածը եւ եթե ժողովուրդը դրա հետ համաձայն չէ, կարող է հայտարարել, որ ինքը վարչապետ լինելուց հիմա գիտեք ինքը ինչ է ասում, ինքը ամեն ինչ գցում է ժողովրդի վրան։ Ժողովուրդը շատ բաներ հետ համաձայն չի։ Ժողովուրդը անհամաձայնությունը հայտեց, երբ որ քաղաքապետի ընտրություններին խոսքը Տիգրան Ավինյանի մասին է, ընտրողների ընդհանուր թվի 10%-ը մասնակցեց։ Ժողովուրդը համաձայն չի նաեւ մի շարք 17 ներողություն 10%-ը իրանց ձեն տվեց։ Ժողովուրդը նաև համաձայն չի իր հայտարարությունների, մոտեցումների, հայատած քաղաքականության հետ։ Քանի հատ օրագիր նյուս։ Համաձայն չի թող ասեն ես հեռանամ, իսկ ասելու ձևը։ Բայց ասելուց, գիտեք ինչի համար շատ դեպքերում մեր այսօր ժողովուրդը ազգը չէ, ժողովուրդը ցավոք մենք պետք է հասնենք այդ հոգեվիճակին դառնանք ազգ։ Ինչ համար չի խոսում, որովհետև հիասթափություն, նողկանք, գարշանք, զզվանք չեն ուզում ոչ ոքի երեսը տեսնել բացարձակապես, որտեղ որ Ռոբերտ Քոչարյանին էլ եմ ասում, Միքայել Աչապայանը հայտարարեց, որ մի գնացեք մտեք քաղաքականություն, Ռոբերտ Քոչյանը ես ճար չունեմ, պետք է ստիպված եմ գնացել, որտեղ արդեն քաղաքականություն է ինձանով զբաղվում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դա դառնալու է մեր համար հելիոտինի հավասար մի բան, որովհետև եթե մենք հիմա Արցախյան այս էջը խոսքը ԵԱԿ Մինսկի խմբի մասին է։ Այն ինչ որ մնացել է Արցախյան, ապեսած սրբասուրբ մասունքներից վերջնականապես փակեցինք, լուծարեցինք Մինսկի խումբը, ինչ որ ուզում է Իլհամ Ալիևը ընդհանրապես մոռանանք Արցախյան ինչ ասում Ալիև, ասում սահմանադրությունը փոխեք, որտեղ այնտեղ կոնկրետ կա, հստակ կետեր կա, եւ ճիշտ է ասում, որ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի, առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ուղղակիորեն Հայաստան չի կարող լինել։ Եվ ճիշտ է գրված այդ, ընդհանրապես ինչ որ վերաբերում է Արցախին եւ Արցախի ինքնիշխանությանը, ես կասեի պետք է դառնա Հայաստանի անբաժանելի մասնիկ, այո, ես էլ եմ ասում, Արցախի ժողովուրդը պետք է վաղուց ինքնորոշման իրավունքի սկզբունքով միանար Հայաստանին։ Ինչը որ շատերն են ասել, մենք իրավունք չունենք, Սերժ Սարգսյանը ասում էր, չէ՞, դա վտանգավոր է, դա ռումբ է մեր տակ։ Ինչի համար է ռումբ։ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, դուք գիտեիք, որ Ադրբեջանը մի օր էս այլանդակ գործողություններին ու էս էթնիկ զտումներին գնալու է։ Ինչի համար է ռումբ։ Դուք չգիտեիք, որ էս էթնիկ զտումները լինելու են։
Դուք կռվել եք Ռոբերտ Քոչարյանը հայտարարում ասում մենք Ղարաբաղյան շարժման ժամանակ տեսել ենք այդ պայթյունները ազերական վայրագությունները, բա Ռոբերտ Քոչարյան, բա որ դու այդքանը տեսել ես, այդքանից հետո ո՞նց էի ուզում բանը մադրիդյան սկզբունքների ամենակարևոր ու վտանգավոր կետը, որ պետք է ադրբեջանցիները համակեցության սկզբունքով ապրեն արցախցիների հետ։ Երբ որ դուք տեսել եք այդ վայրագությունները, երբ որ նաև դուք ինքներդ եք ձեր բերանից արտաբերում, որ Խոջալուի ջարդերը իրականացրեցին հայերը եւ Այազ Մութալիբովն է ասում, չէ, որ իրականացրեցին ադրբեջանցիները 1000 ներողություն եւ հակցում են շարը հայերի վրա։ Այսինքն գցում են շարը հայերի վրա, ասում են հայերն են արել, բայց հայերը այդ ժամանակ խաղաղ կորիդոր են բացել, միջանցք են բացել։ Ալիևն է ներողություն ասում, որ իրականացրեցին հայերը Խոջալուի ջարդերը։ Ալիևի պնդմամբ դա մենք ենք արել, ասե։ Արե, բայց իրականությունը այլ է, դուք ո՞նց եք այդ դեպքում ու սկսած Բիշքեկից Քիվեստը, որը որ չեղավ այդ մեղրի փոխանակում, մենք տենց էլ ասիկա ինձ համար շատ բաներ մութ է մնում, ես չհասկացա թե ինչ քաղաքական խաղերի մեջ էին մտել մի շարք այն ժամանակվա կարկառուն գործիչներ, կամ ինչա նշանակում փոխանակել երկրի տարածքը մեկ այլ սուվերեն տարածքի հետ, որովհետև Արցախը այդ ժամանակ արդեն իսկ ազատագրված էր, ինքնորոշվել է, ինքնորոշման ներողություն ճանապարհով էր գնում եւ ինքնորոշման իրավունքը փորձում էր մինչեւ օրս էլ փորձում է հրամցնել մարդկության հանրության դատին, համաշխարհային հանրություն ասում, համաշխարհային հանրությունը այդ սպանությունները 1020 հոգի անհետ կորած է։ Ըստ Արցախի ականատեսների, Արցախյան մեր հայրենակիցների վկայությունների տասնյակ ընտանիքներ կոտորվել, մորթվել են։ Երեխաները իր ընտանիքի մոր աչքերից սպանվել են։ Հայկաս հիմա այդ դեպքում եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը ինչու չի լուծվել եւ մեկնաբանություն է տալիս, որ 1920 թվականի նոյեմբերից եւ դրանից առաջ էլ իրենց կառուցած կապիտուլյացիան այդ փաթե կապիտուլյացիա նրանք որոշել էին, որ մեկ ուրիշի վզին պետք է փաթաթի եւ դա հենց եղավ ինքը։ Եվ եղավ եթե ինքը։ Հիմա ինչն է ընդ որում բանավեճի կրկին փորձեց նորից հրավիրել։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կապված բանավեճի հետ կապված իր հայտարարություն։ Եվ այդ էմոցիոնալ հայտարարությունը այդ էմոցիոնալ հայտարարությունը մի ժամանակ երկաթյա մուրճիկ էր, չէ՞, ձերքը բանձիկով, սաղիթ մեխելու եմ, սաղիթ տալու եմ պատերը։ Դե հիմա էլ է ասում, որ ոչնչացնի նրանց եթերում դրա համար էլ խոսափում են։ Ցիցերոնը հանճարեղ էր ասում, երբ որ կայսրության եւ Կրախ իմպերի կայսրության անկումը մոտ է լինում, ընդունվում են եւ ասվում ու հայտարարում են ամենա վտանգավոր ամենասամրկեցուցիչ ամենախելագար արտադրություններն ու հայտարարությունները։ Հիմա Նիկոլ Փաշինյանի իմպերիայի կռախը ետեսանելի է։ Եվ Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ նրանց քաղաքական կնքահայր Դոն Կորլեոնեի, Դոն Վինչենցո Կորլեոնեի, Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական, այդ 4-ի քաղաքական անկումը ակնհայտ է։ Եվ այդ անկման հիման վրա է, որ նրանք փորձում են այս մարդկային քաղաքական դիակների վրա պահել իրենց իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանը խելամիտ եթե գտնվեր, կաներ եւ հայտարարություն կաներ, որ հարգելի հայրենակիցներ, ասեք ինչ եմ ասում։ 4-3 իշխանությունները վարել են սխալ բանակցային քաղաքականություն։ Դու եկար, ուշադիր լսիր Նիկոլ։ Դու եկար, դու հայտարարեցիր, որ դու սկսում ես քո զրոյական կետից, դու քաղաքական գործիչ ես, երիտասարդ, դու բան չես, ինչ են ասում, մանկապարտեզի կամ չգիտեմ դայակ չես, որ ասես այսօր ես եմ ասում, դու քաղաքական այր ես, դու ընդդիմադիր Նիկոլ չես, դու արդեն գործող իշխանություն ես, որը ունի ձեռքում լեցակներ, դու ակրասից սկսում իմ զրոյական կետից, սկսում այնտեղից, որտեղից ինչ որ բանակցել ենք, մենք գիտենք ինչ ենք բանակցում, դու այդքան ասել ես, թե ոչ, այո, ինչ ես բանակցել։ Այս քո բանակցային գործընթացի արդյունքում նախկինների սխալների ակնհայտ սխալ քաղաքականություն, վարած քաղաքականության արդյունքում այն է, որ պետք է Արցախի վտանգավոր է ճանաչել Արցախի անկախությունը, որտեղ Սերժ Սարգսյանն չի ասում։ Դուք հասկանում եք, դուք ինչ եք ասում, ասում եք, անշուշտ դա մեծ վտանգ է իրենից։ Բայց տեսակ ինչ եղավ։ Ինչ արեցիք, դուք կործանեցիք Արցախի այն պատմական, գոյաբանական շարժումը, որը սկսել էին մեր Իգոր Մուրադյան, Մոնթե Մելքոնյան, Գեղազնիկ Միքայելյան, Արայիկ Խանդոյան, Լեոնիդ Ազգալդյան, Թաթուլ Կրպեյան, Ղուլիան Աշոտ Բեկոր, որ ասեց Արցախը կորցնելով փակել են պատ։ Դուք կործանեցիք այդ մարդկանց ամբարված այն ամբողջ ապագայի տեսլականը, որ իրանք ձեզ տվել էին ու արյան գնով էին տվել։ Տվել էին այտենց երկել կարմիր կակաշներ։ Դուք ինչի մասին եք հիմա դուք խոսում։ Ռոբերտ Քոչարյանը հիմա որ կանում է, Նիկոլ Փաշինյանը հեռացել է։ Լևոն Քոչարյանը իրան ասում է պետք է Լևոն Քոչարյանը մեր հաջորդ վարչապետ տեխնացուն։ Լևոն Քոչարյանին հարց են տալի։
Լևոն Քոչարյան, դուք ինչպես եք պատկերացնում Արցախի ինքնորոշման եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Լևոն Քոչարյանը պատասխանում պետք է այդտեղ այնտեղ ապրեն։ Պետք է երաշխիքներ տվի, որ արցախցիները վերադառնան Ադրբեջան, ճակերտյալ Ադրբեջան եւ ապրեն այնտեղ, որովհետեւ Ալիև ասում պետք է մեր անձնագրով գա։ Բայց այդ Ադրբեջանը չի, դա հայկական տարածքներ են։ Ինչ կապ ունի դա Ադրբեջանի հետ։ Ասում եք պետք է Ադրբեջանը երաշխիք տա։ Դե ֆակտո եւ նաեւ Ադրբեջանի ապօրինի եւ կեղծ իրավական փաստաթղթերի հիման վրա դե յուրե այդ տարածքները համարվում են ադրբեջանական հող։ Բայց լեգիմ տարածքը լավ է 7 շրջանը, եթե անգամ կրկնում եմ 7 շրջանի մասին, եթե անգամ միջազգային հանրությունը խոսում էր, որ դա իբրև թե մենք հայերս գրավել ենք, այնինչ ազատագրել էինք եւ ազատագրել ենք եւ Լևոն Տեր-Պետրոսյանի եզրույթում խոսույթում միշտ ասում էր գրավյալ տարածքներ, բոլորն էին ասում, գրավյալ չէին ասում ազատագրված հողեր, բայց լղիմի հետ, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված միավորի կամ չգիտեմ մարզի հետ, մարզի միավոր եմ ես ասում, որտեղ մարզը եւ մարզը էլ թող միանար Հայաստանի Հանրապետություն, դա 12-րդ մարզ։ Թող Արցախի ժողովուրդը որոշեր։ Իսկ Արցախի ժողովուրդը միշտ ասում մենք պատրաստ էինք մեր հայրենակիցների, մեր հայ եղբայրների հետ միանալ։ Ու հերիքա խնդրում եմ, այստեղ կան մարդիկ։ Այ ես չեմ ուզում անում, տա քաղաքական գործիքս արցախցիներն ինչ երազել են, որ Ռոբերտ Քոչարյանը գա, որ Արցախցի։ Դուք Արցախում եթե շատ, ես Արցախում այնքան եմ եղել։ Գնայի Քարվաճար, Տակջուր, Ցար, Հադրուտ, Սանասար, Կովսական, այդտեղի ժողովուրդը ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ։ Մարդիկ չունեին տարական պայմաններ ապրելու։ Շուշիից են, չէ՞, դժգույն քաղաք չէր Շուշին։ Շուշին հոյակերտ քաղաք էր։ Հոյակերտ։ Ուղղակի Շուշիի ժողովուրդը, Արցախի ժողովրդի մեծամասնությունը ապրում էր դժվարին պայմաններում։ Այդ թալան, որ ասում եք տարել են, հո Արցախցին չի տեսել այդ թալանի արդյունքը։ Այդ թալանի արդյունքը տեսել են Մարի ջան, այն մարդիկ, ովքեր որ լցեն իրենց գրպանները։ Նրանք ովքեր հիմա Երևանում այո, դա Մոսես Հակոբյանից եւ առանց վարձակալած բնակարանների են ապրում։ Ապրեք, Մոսես Հակոբյանից դատախազությունը պահանջում է բռնագծել 4.5 միլիարդ դրամ։ 4.5 միլիարդ դրամ։ Դա մենակ մի գեներալից։ Բոլոր այն քրեական գործերը, որոնք որ հարուցված են, հիմնականը բոլորը ասում են առանձնապես խոշոր չափերի յուրացման թալանի մի շարք քրեական ծանր հանցագործությունների շարքով են անցնում, հոդվածներով են անցնում։ Հասկանում եք ու ասում եք ինչի համար կորցեցիք երկիրը, որովհետև դուք չեք սիրել այդ երկիրը, դուք ապակենտրոն, Նիկոլներ, չէ՞, այո, ապապետական էին, բայց դուք այդ մարդը մի հատ դա Ռոբերտ Քոչարյանը ձեր վրա մատաթափ տալի։ Սերժ Սարգսյանը ձեզ Ռոբերտ Քոչարյանը ասում մենք հոգեկան խնդիր ունեցող մարդը չենք ուզում բան, թող դա բուժվի կամ չգիտեմ, ինչ ասես չեն, բայց դուք այդ նույն մարդկանց որ մի անօրինական, որ մի օրենքը պետությունը օրենքի գերակաշարը պետությունը ոտնարած քաղաքացուն ճանաչված չինովնիկին կարկառուն օլիգարխին եք դատել։ Այդ որ ասում եք Range Rover-ը, Range Rover, Brabus, ում եք խապում, ում եք էշի տեղ դնում։ Լավ է, ինչքան կալ ասես պոպուլիստական հայտարարություններ։ Այդ Range Rover-ով ու Brabus-ով, ասին որ թվի կամ չգիտեմ ինչ, մեքենայով է պետական բյուջե լցնում։ Պետական բյուջեն լցնում են լյուստրացիայի, չիստկայի միջոցով քաղաքական, որ բոլորին անխտիր ժամանակ է տրվում։ Վերադարձնել պետական գանձան այսքան գումար։ Ուզում եք իլյուստրացիա, ես կխնդրեի, որ մեր իշխանությունը հրավիրեն Ռումինիայի նախկին դատախազ Տիկին Լաուրա Կովեշին, ով 2 տարվա ընթացքում պետական գանձանը լցեց 5 միլիարդ եվրոյով։ Այդ դա է իլյուստրացիան։ Ու եթե դուք նայեք այդ կնոջ գործելավոճը, սիրելի իշխանության ներկայացուցիչներ, Շակերտ սիրելի, դուք կտեսնեք, թե առանց լրելի այն, առանց ինչ-որ ավելորդությունների, առանց շոուներ սարքելու պետք է վճարեք եւ վեր։ Դրեց բոլորին կաշին քերթեց քաղաքական առումով։ Դա է լուստրացիան։ Դա է պետությունից թալանված գումարները հետ բերելը։ Ինչ որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ես որ ասում եք բանավիճ, ես կուզենայի, չէ, ես հիմա ասեմ ձեզ իմիջիալոց Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բայց ձեր դեմ իրանք են Լևոնն էր ասում, մեր թիմը կրեց, մեր դեմ խաղ չկա։ Ու բոլորի ձեռագիրը տիպիկ նույնն է։ Թե Սերժը, թե Լևոնը, թե Ռոբերտը, թե Նիկոլ ասում են շեֆ Լևոնի, բանին, Լևոն Տեր-Պետրոսյանը շեֆը։ Ժամանակի շեֆ էին ասում։ Ինչու չեք գնում ձեր շեֆի ասում են չենք ասել ձեր ասած ով ասում չէ հա մի կներեք բանը ցույց տալի Ռոբերտ Քոչարյանին ասում են ասել եք սա ապրել այս ընտրությունները կենաց մահու ապրել բանի խնդիր են բայց այդպեսի բան չեմ ասում դա ռոկտի սուտ է բայց ցույց են տալի տեսանյութը կասում ես դուք չեք ասում ես դες բան չեմ ասել
Հիմա բառը կոնկրետ չեմ, ասում ես կենաց ապրել մեռնելու խնդիրը։ Ասում էր, ասում ես, բան չեմ ասել, դուք չափազանցնում եք։ Խոչընդոտում եք, ասում է։ Հապա դուք եթե դուք ձեր ասածը չեք կարող ձեր վրա հաստատենք։ Դուք ասում եք մեր Ռոբերտ Քոչարյանը, ով է այդ տղամարդը, ես դες բան չեմ ասել ով է այդ տղամարդը։ Հիշում եք այն հին վիդեոները, որ կա հայտնի տեսանյութերը։ Այսօր գնացել են թևերը լավ է չեմ հասկանում, ես ազգի մեջ։ Այո ասում են մարդ կա։ Էլնողին էլ բան եք անում, դատապետում եք, խարազանում եք, պիտակավորում եք, հարյուրանքներ եք տալի։ Facebook-ում տեսնում եք ինչա կատարվում։ Ում եք ուզում լինի։ Նվիրական մեկն է, պետք ասում ենք այդ մեկը կա։ Հիմա հաջորդը այդ Նիկոլ Փաշինյանը որ ասում է բանը մենք պետք է սա է մեր պետությունը, սա է մեր տարածքը։ Իրական Հայաստանից վրա Ալիևը աչքա դրե ամբողջովին։ Ես հիշում եք, ես էկրանից քարտեզի վրա ցույց տվեցի, թե ինչ հայկական մարզերը, քաղաքները, համայնքները ադրբեջանական կեղծ տեղանուններով էր ներկայացում։ Ճիշտ եմ թե չէ, ստեղից այն Ռուբեն Գալչյանը քարտեզագիր ասաց, հեսա տեսեք հայկաշճան։ Հիմա հարց եմ տալի, Երևանը ասում Երևանին, 782 Էրեբունի Երևանին է, խեղճ մենուա, խեղճ արգիշտի, խեղճ ռուսա թագավոր եւ իհարկե մեր Արտաշեսյանների, Արշակունների, Բագրատունիների, Ռուբինյանների արքայատողմեր, որ հիմա լսում են Նիկոլ Փաշինյանին, մեջ կա գերեզմանում շուռ են գալիս։ Ինչի համար, որովհետեւ Ադրբեջան իմիջիալոց Նարան Խանգայկա, այդ Ղազախ բլոգերը այնպես է մերկացնում այդ Քամրամ ռազմավոր կոչեցել արևյան ռուպերին, այնպես է հեգնում ու այնպես է փաստերով ստորացնում։ Երևի այդ երիտասարդը, այդ Նարան Խանգայը մեր ամբողջ պետական ապարատի գործը ինքն է անում։ Ադրբեջանական թեզերը փուչիկ թեզեր օդես ցնդեցնելու։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որ ասում է, չի մտածում, որ այդ հիմա Տիգրանաշենը Ալիևը հայտա ներկայացել Տիգրանաշենը եւ մի շարք տարածքներ բանին Ադրբեջանին վերադարձնելու համար։ Այդ Տիգրանաշեններ տանք, հիմա ասում չեն կրակում, այս կրակոստի լկտի սուտա, Խոզնավարի, Գորիսի շրջանի Խոզնավարի ժողովուրդը, ասում բալա, ես տեսանյութ եմ նայել, ասում ես ում հավատամ, բնային հավատամ, թե հավատամ ժողովրդին։ Մարդիկ ասում այդ ձեներից չեն կարող քրենք։ Իրանք ասում են գյուղի վրա չեն կրակում, Մարի ջան, դուք որ նստած լինեք, օդում են կրակում։ Լավ, դուք սահմանը մեստե չեն կրակում են օդում։ Հրադադարի ռեժիմը ի՞նչ է նշանակում, նշանակում որ կաթանապես չի թույլատրվում օրենքով միջազգային օրենքներ կան, ես հիմա չդրեմ դրա մասին, խորը ժամանակը շատ չի բավականացնի, որ չի թույլատրվում սահմանամեր, դա առաջացնում է խուջապ, տագնապ, ասում մարդիկ ասում քշերը, պարկած դրստում են գմփսնում են։ Լավ դուք ուզում եք անպայման բոմբը գցեն, նռնակը հանեն շպրտեն քաղաքացիների վրա, որ ասեք կրակում է, պայթեստում կամ կրակում է։ Դուք ուզում եք որ պատի վրա այսպես անցքեր երևա ոնց որ ժամանակին արի։ Էլի են անելու Մարի ջան։ Հայկազ ինչու եք խոճապ տարածում։ Ես խոճապ չեմ տարածում, Ադրբեջանի հայտարարությունը։ Պաշտոնական հայտարարությունը Պաշտոնական հայտարարությունը համահունչի նախարարի հայտարարությունը։ Պաշտպանության նախարարության հայտարարությունը, որևիցե աղերս չունի Խոզնավարի ժողովրդի բնակչության հայտարարության հետ։ Տեսանյութ կա, խոզնավարցիք ասում են մեր հարգարժան հայրենակիցները, որ գմփստում են, տրակհաստում են, կրակում են, մենք դիվադադար ենք ելնում։ Պաշտպանության նախարարությունը հիմա որ ասենք մեկը գա Հայկազի վրա կրակի, ասեն Հայկազը սուտ ասում, Հայկազի վրա չեն կրակի, բայց Հայկազը արանակ համա լինում։ Միտի Հայկազին հավատան, թե պաշտպանը, տեսեք ինչ օրինակ եմ բերում։ Ինձ ձեզ հարվածել են, փաստերը հետքերը երևում է։ Ասում են Մարին ու Հայկազը սուտ են, այսպես բան չկա, բայց փաստացի մենք դժվաց ենք։ Հիմա ում հավատանք, բնային թե բանին։ Երկրորդը սա խոճապ չի, ժողովուրդ ջան, սիրելիներս, հարգելիներս, սա խոճապ չի։ Ալիևը ամեն օր իմիջայլուց։ Էսա խասեմ խոճապը։ Մի րոպե, այս շատ կրկնում եմ, խաղաղության ենք ելնում։ Ընդ որում վարչապետի կողմից կա հրադադարի ռեժիմը չխախտելու։ Okay, մի րոպե։ Ալիևը հայերի մասին հետևյալն է ասել, 3 առաջին օրը վերջի կարևոր հայտ իր համար հույժ կարևոր։ Հայերի ատելի թշնամի է, հայերը մեր ատելի թշնամիներն են։ Եվ հայկական ֆաշիզմը ֆաշիզմի ամենաբարձր կետն է, Իլհամ Ալիև։ Այս ֆոնի վրա այդում ենք խաղաղության։ Մյուսը հայերը պետք է հիշեն մեր երկաթյա բռունցքը եւ մենք նորից ենք զգուշացնում այնպես չանեն որ զգան մեր սարսափը եւ տեսնեն արյան գետեր Իլհամ Ալիև ասիկ արյան գետեր մեր սարսափ ասելով ի նկատի ունի երևի թե այն վայրագությունները ինչը որ ինքը արել է հիմա Ալիևի հետ խփում ենք խաղաղության Հարց եմ տալիս ձեզ հարգելի հայրենակիցներ։ Իշխանությունն է խոստանում, որ դժվար է այդ ճանապարհը, այդքան էլ հեշտ չէ, այնպես որ մի րոպե, Իսրայելի օրինակը բերեմ։
Բենյամին Նեթանյահուն աշկից լույսը չի, բայց իր երկիրը տեսնում եք ինչ անում, ասում ով որ Համասից, ով որ կհարցակվի, պատաններին չեք տա, այն ինչ որ կա, չեք լքեն բնակավար ինչ որ Թրամփ տա դրել պահանջ, բոլորիդ կոչնչացնեն։ Բայց այնպես չի, որ այնտեղ էլ ժողովուրդը դժգոհություններ չունի։ Որտեղ Իսրայելում իհարկե ունեն, բայց ժողովուրդը, երբ որ խոսքը գնում է պատերազմի, ժողովուրդը դառնում է միաբռունցք, միահամուր ուժ է դառնում։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, մենք եկանք մեր խոսքին, հիմա դուք ոնց եք պատկերացնում, Իսրայելը պետքա, երբ որ 70-ականներին արդեն կռիվ գնաց Եգիպտոս հետ, պետք ասեր վայ, Գոլդա Մեիրը հետ ասել գիտեք ինչ կա, ձեր այդ խաղաղության եք ուզում գնանք։ Մարի ջան, վարչապետը, Թետչերը, Մեյերը, մեկ էլ Չերչիլ, այս 3 լեգենդներ ինչ էին ասում։ Այն մարդիկ, ովքեր խոսում են խաղաղությունից, նրանք արդեն ճշտամու հետ դավադիր պայմանավորություն են ձեռք բերել։ Հիշեք։ Այն մարդիկ, ովքեր վայրակ Արունախում, բիղ, դաժան, ճշտամու հետ խոսում են խաղաղությունից, նրանք արդեն դավադիր պայմանավորություն են ձեռք բերել։ Եթե Նիկոլ Փաշինյանը Չերչիլը երաշխիք չի, էտալոն չի քաղաքական, Մարգարետ Թետչերը, երկաթյա Լեդին, այդ երաշխիք չի, Մեյերը երաշխիք չի, Գոլդան, ով է իր համար էտալոն եւ այդ խոսքերի արհավաճան երաշխիքը, որ մեզ վարդը ուժ ցանկացում են մորթել։ Եվ այս ամբիոնից ես մի հայտարարություն է արել, որ խաղաղության պայմանագիր գոյություն ունի Ադրբեջանը նվաճելու Հայաստանը։ Հիշում եք 2 տարի առաջ։ Ուրբաթը շաբաթ-ուրբաթի շուտ եկավ։ Ալիևը ասում է նաեւ, եթե հայերը չկարողանան բավարարել մեր պահանջները, ինչ որ ես էի ասում։ Մեր բնակչությունը գնաց այնտեղ ապրեց եւ չստեղծվեց անվտանգություն մեր իբր թե վայ բնակչության համար, մենք իրականացնում ենք հատուկ ռազմական գործողություն, այսինքն այդ ամպրիդլոգի, այդ անվան խայծի ներքո, այդ վտանգավոր ռումբի ներքո, տրոյական ձի ներքո պետք է հայերին ճիշտ կանի Ալիև։ Ինչ որ անում է հիմա, ասենք Վլադիմիր Պուտինը ասում է հատուկ ռազմական օպերացիա, տենց ինչ չի ասում։ Այսինքն դուք ուզում եք բերեք տրոյական ձին, Պանդորայակը մեր երկրում բացեք այդ ադրբեջանցիների շորխ վերանասա չի պատտվում ասեմ է։ Բերեք վերաբնակեցեք Երևանում կամ հարակից մարզերում, որպեսզի տրոյական ձից դուրս գան, այն կինոյի նման Վոլգանգ Պետերսոնի ֆիլմի նման սաղի սպանան են։ Տրոյացիներին սաղին ոնց որ սրի ու հրի քաշեցի։ Մեզ այդ եք ուզում մեզ անել։ Լավ դուք հոգեկան հիվանդ չեք։ Ախր ոնց կարելի է այս բաները թույլ տալ։ Դուրս գան կարճատև գավազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք ինչ անց կվերադառնանք տաղավար։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Հայկաս, հիմա եթե ամփոփենք, ես փորձեմ ամփոփել հենց վարչապետի ասած այդ հայտարարությամբ, որ այսուհետ այդպես է լինելու, այսինքն այս հարցի շուրջ ով խոսի, ով փորձի ինչ որտեղ հակադարձել իրենք այսպես են խոսելու, որ մի խոսքով ձեններդ կտրեք, ներվերների վրա մի ազդեք, մի խոսքով, այսպես պետք է լինի, թե պետք է հակառակ կողմը ամեն դեպքում ընդունի այդ հրավերը։ Հակառակ կողմը պարտավոր է ընդունել այդ հրավերը։ Նիկոլ Փաշինյանը թող կողնորոշի, որ 30, երբ որ ինքը հայտարարել որ 30 տարիներին ամենամեծ ձեռքբերումը դա Արցախյան շարժումն էր։ Հիմա իր համար դա այդպես է թե ոչ, թող կողնորոշվի։ Մեր համար այդպես է, ինձ համար այդպես է։ Գիտակից հայ ժողովրդի 99%-ի համար կարող է 1-2%-ը շուռ տված հայեր են, ես դրանց հայ չեմ համարում։ Ովքեր որ մտածում են որ Արցախը պետք է մեր Հայաստանի ամբողջության եւ մեր հայ ժողովրդի անկախտելի մաստիկը չլինի, նրանք ինձ համար հայ չեն։ Թոսամեկը միշտ իշի Նիկոլ Փաշինյանը։ Ու խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին մեռանք ասելով, ասում դուք վիրավորում եք, հայում եք մեզ, հերիք չի այսքան վիրավորանք։ Մենք դες չեն։ Հիմա ես դες վիրավորում եմ, չէ։ Ասում եմ հայ ժողովրդի սփյուռքի անունից հերիքա խոսեն։ Դու դրա բարոյական իրավունքը չունեն, դա մեկ։ Ներվերի պահով։ Մի հատ այնտեղ աղջկաներ չէ, դեղեր խմելու, ես չգիտեմ, լավ ասեցի իհարկե, աշկից ասում եմ, ես գիտեք, ոչ Հայաստան դաշինք, ոչ հայերենի, ես բոլորին էլ դեմ եմ։ Ընդդիմություն գոյություն չունի ինձ համար, ամենայն դեպս։ Բայց դե մարդուն դու ասես դեղեր, ձեզ պարոն Փաշինյան, որ դուք տենց ներվային պրիպատիկի մեջ եք ընկնում հոգեբանական ծանր ցնցումների։ Միգուցե դուք Պերսեն խմեք հանգստանական, չգիտեմ ինչ որ հոգեմեջ հանգստացնող դեղեր խմեք, հանգստացեք, որտեղ ի՞նչ է նշանակում դեղեր, հա դուք նիան գոռում եք, ասում եք պատով կտամ,
Պատով տալով չի։ Օրենքով եք ասում պատով կտամ, հետո որ դուք ասում եք կբռնեմ, կշինեմ, էդ էլ ասում եք, էդ էլ ես չեմ ասել։ Եթե անգամ շինել բառը ասել եմ, այդ իմաստով չեմ ասել։ Դուք նույնիսկ ձեր ասածները ձեր վրա ցույց են տալի, ասում եք, այն քաղաքացիությունը կբռնենք, կշինենք, ոչինչ հանգիստ։ Ասում ես, դες չեմ ասել։ Այդ ասել եմ, այդ իմաստով չեմ ասել։ Դուք ոտի վրա sense պատտեցնում եք ամեն ինչ, ինչի մասին է խոսքը։ Դեբատների հետ կապված Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, իրանք ասում են Նիկոլ Փաշինյանը այդ լեվելը չունի, թող էթա դեղերը խմի, մեկ ասում դե խելագարվելա ցնցում, այ մարդ խելագարա, ինչ է, ցավոք սրտի, ի դժբախտություն բոլորի ներկայացնում է, նաև ձեր բանի անտարբերության ձեր 30 տարվա այդ փուքի շնորհիվ, այդ ատելության շնորհիվ ժողովուրդը դուրս եկավ փողոց, խապնվեցին, խափեցին խեղճες մեր տանջված, չարչարված ազգին, խափեցին հերթական անգամ։ Հիմա մարդիկ հիասթափվել են բոլորից օգնել են։ Հիմա գնացեք դեբատների, գնացեք եւ բան արեք, ինչ են ասում, այդ ինչա ուղիղ եթերով Պետրոսը շատ է սիրում դες բաներ։ Ինքը քանի որ բոլոր նախագահների օրոք եղել է ամենաուժեղ լրագրողական անունով բնակալեզը Պետրոսը այդ ամեն ինչը շատ է սիրում։ Գնացեք Պետրոսի Ղմոտ Ղազարյան, թող կազմակերպի։ Ասում է Նիկոլա, ասում է ես ձեզ կասեմ ինչեր եք արել։ Եթե դուք մաքուր եք, գնացեք այդ նույն ձեր ասած ոչ adekvat Նիկոլին իր տեղը ցույց տվեք։ Գնացեք եղբայր, ի՞նչ եք այդում։ Գնացեք, բանավիճեք, տվեք ձեր, եթե դուք այդքան մաքուր ու արդար եք ուշի, որովհետև սաղի տակը կեղտ կա։ Դրա համար այդ կեղտը որ կա, վախենում եք, որ այդ տեսեք ինչ ասում Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ներկա Կոնջորյան Հայկը, Վահագն Ալեքսանյանը, այդ տեսեք դուք էս եք արել, բանը Պողոս Պողոսյանը, մեկ ասում է Ռոբերտ Քոչարյան ձեր փեսայի հարստությունն, մեկ ասում է գիտեք ինչ կա, էս եք արել, որովհետև սաղի տակը կեղտ կա։ Էդա ինչ խոսակ։ Սա դուք սաղը տասնում եք խոշոր չափերի, չնայած այդ անցնել հակակոռուպցիոն դատարանը, որ այդ տենց եք չհասկացա, Սերժ Սարգսյանը դարավ բանը Գաբրիել Հրեշտակապետի օգնականը, դե Ռոբերտ Քոչյանը ընդհանրապես մատա թափել դատավորի վրա, ասում է, ես խեմ եք ես դատականիստին, դուք ինչ իրավունք ունեք, ես կարգավիճակ չունեմ, ասում է, ով բերեց սրբադասեց, ում դատարանները բերեց, ասում է, չենք թողում աշխատի, Մարի ջան 6-5 արին թե չէ, դատանի դուր փակեցին, ես ժամանակին մենք էլ 19 թվականներ։ Մի խոսքով դուք առաջարկում եք, որ Թող գնան, էջը փակելու համար եւ էջը փակելու համար պետքա բանավեճ, եթե կա բանավեճի թող պայմանավորվեն, թող լինի կառուցողական բանավեճ, թող այդ իրանց ամբիցիոնը, Նիկոլ Փաշինյանը մատ հանգստանա, նյարդերը անջատի, չգիտեմ ոնց ասեն, թող թեթևացնի իրա, նյարդերը հանդարտեցնի, գնա բանավիճելու, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը ասեն այ տղա դու սա ես, եթե կարան ասեն, կամ Նիկոլը իրանց ասի, գիտեք ինչ կա, դուք էլ սա եք։ Այսինքն 4-ը ամբողջապես մեկը մյուսի ամենալավագույն արտացոլանքն են, արտացոլանքի այդ կարևորագույն տարերը այնպես են հրամցնելու ժողովրդի դատին, հանրության դատին, որ ժողովուրդը տեսնելու է ախպես սրանց մեջ տարբերություն չկա։ Մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, ավել կամ պակաս դեական չի։ Այսինքն խորը հաշվով Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը այնպես չի որ պետք է թան բանանեն, պատրեն Նիկոլ Փաշինյանի պերկերպարը կամ հակառակը։ Ինչ պետք է ասեն որ չգիտենք, կամ ինչ պետք է Նիկոլ ասի որ մենք Ռոբերտ Քոչարյանի, հա Պողոս Պողոսյանի սպանություն ինչ եղավ։ Ռոբերտ Քոչարյանը իր համար խմում է մոխիտո, ուտում է սևիկրա, էթում այն համար կղզիներում հանգստանում է, զբաղվում է իմիջերով շատ ասիրում whiteboarding-ով, այդ ջրային այդ առագաստանավային սպորտն է, էթում է տրինաժորնի զալ մարզվում է մարդի տղեն, հետ չես ասի, որ ինքը ունի ամբաստանյալի կամ մեղադրյալի կարգավիճակ կամ այդպիսի ծանր հոգեբանական ապրումների ցնցում։ Դուք կասեք, ես չեմ ասի։ Հայկաս, ասում եք, որ ամեն դեպքում այդ բանավեճը պարտադիր է, պետք է տեսնեն ով ինչ է արել եւ ով ինչ է ասել եւ վստահաբար պնդում եք, որ Նիկոլ Փաշինյանը չունի եւ ընդհանրապես քաղաքացիական պայմանագիրը չունի արդեն այն նախկինում ունեցած վստահությունը։ Հիմա չեք կարծում, որ Գյումրի ընտրությունները ցույց կտան, թե որքանով է ժողովուրդը, դուք ասում եք հիասթափած են, նորից խափում են, մեծ խափել են։ Հիմա ինչ կարծիք է Գյումրի ընտրությունները ցույց են տալու, որ մենք նորից գնում ենք խափվելու, մենք նկար թե մենք Գյումրի ընտրություններում, տեսեք, նա Գյումրի ընտրություններում ես տեսնում եմ ծայրագույն ատելություն,
ծայրահեղ ատելության ֆանտաստիկ ռեգեներացիա մեկը մյուսի նկատմամբ այդ կարգի հավյանք ատելության խոսք չգիտեմ նա Վարդան Ղուկասյանը ասում է Մարտունյանին Նիկոլ Փաշինյանին Մարտուն Գրիգորյանը ասում է Սարիկ Մինասյանին այն մյուսը Եվրոդաշինքը ասում է նրանց այն մեկը ասում է մի խոսքով չեմ էլ ուզում դրա մեջ մանրամասնել ինձ համար այդ ընտրությունները այդ ուժերը եկել են հերթական անգամ ժողովրդի աչքին ինչ որ թոս փշել հիմա Վարդան Ղուկասյանին կամ Նիկոլ Փաշինյանի այսպես ասած դեբատներին որ Վարդան Ղուկասյանը ասում է այնպես չանեք վարչապետն եմ ես կոմենկո գիտեք եթե անգամ ժողովուրդը գնաց ու ձայնը տվեց Սարիկ ինչ աներ Մինասյանին ես հետեւյալը կասեմ այս ժողովուրդը Հակոբ Մելիք Հակոբյանի Ռաֆիի խոսքերը եւ ով կարող է օգնել մի ազգի որ իր ձեռքով սրում է թշնամու սուրը եւ ով կարող է օգնել մի ժողովրդի ով որ իր ձեռքով պարանը գցում իր վզին քաղաքական պարանի մասին է խոսքը ու հերթական անգամ իրեն սպանել է տալի եթե պետք է թանելի ձայնը տան ինձ որ լսեն ինչ կանեն բոյկոտ բոլորին դեմ ենք բոյկոտ եւ ընդհանրապես հիմա կոչ եմ անում սիրելի հայրենակիցներ ընտրությունները եթե ուզում եք առողջ ուժեր կան առողջ ուժեր ասում եք չկա այդ ուժը կան այդ ուժերից նաեւ մեկը ես եմ պայքարող տեսակ Միշտ եմ պայքարել ու եղել եմ Գյումրին ասում են երևանցիները չպետք է գան Գյումրի մենք Գյումրի մասն ենք այս պայդրության Չէ երևանցիները հա բայց Իջևանից բանից տարել են Գյումրի Ներողություն երեկվա միտինգներին տեսանյութ են տարածում որ Նիկոլ Փաշինյանի ցույցեն բա որտեղից մա Իջևանից եմ Այն մեկ ասում է ես Թալինից եմ բա խեն գնաց են դեռ միտինգի մասնակցում Չէ ընտրություն իրավունք ունի մայն այնտեղի բնակիչը որ այնտեղ գրանցված ապրել է Բայց Երևանցին կարա իր ձայնի իրավունքը որպես մեկ իրավապաշտպան, մեկը որպես լրագրող գնա եւ իր աջակցություն ցուցաբերի այս կամ Հիմա լրության օրը եւ փաստորեն գյումրեցիները եւ հարակարում պետք է ժողովրդի իրենց խոսքը Լյուդվիգ Եղիազարյանն էր Հիմա ինչպես եք մտածում, ինչ է լինելու Վայ ես մտածեմ ինչ մտածեմ ես ամենապես Կամ այն դեպքում վերլուծություն ով կանցնի կամ այն դեպքում չեմ որոտում Ես կարծում եմ որ պետք է ալի վարչական լծակների օգտագործման ներքո տարբերություն չկա Չի փոխվել շատ մեծ հաշվով բան, էլի պետք է անցնի իշխանական տեխնացիոն, իմ կարծիքով։ Կարծում եմ Վարդան Ղուկասյանը անգնալու է երկրորդ տեղ։ Կարծում եմ Վարդան Ղուկասյանին նաև կմիանան, ասենք, այնտեղ իմ կարծիքով։ Դարձյալ դա իմ սուբյեկտիվ կարա լինի սխալ, կարա լինի ճիշտ։ Կարծում եմ Վարդան Ղուկասյանին կարա միանա Մարտուն Գրիգորյանը, չգիտեմ, Ռուբենը, ինչան էր Մխիթարյան։ Կարծում եմ կմիանան կոալիցիոն, Եվրադաշինքը ասաց, որ ոչ ոքի չի միանա։ Այնտեղ Սիմոնյան կար մի հատ Հայաստան դաշինքի, Մայր Հայաստան ներողություն դաշինքից։ Կարծում եմ, որ ամենայնպես իմ տեսլականով Ռուբեն Սարիկ Մինասյանը գնալու է առաջի տեղ, Վարդան Ղուկասյանը երկրորդ պատվավոր հորիզոնական զբաղեցնելու։ Ոչ օբյեկտիվ Սարիկ Մինասյանի Չէ, ոչ թե ընտրության արդյունքում։ Ես կարծում եմ, որ այնտեղ ահագին հայտարարություն արված, որ 4000 ջավախցի են բերել։ Վարդան Ղուկասյանը ասաց, իսկ Մամուլով գրեցին, որ 2000 ջավախցի, Ղուկասյանը հակադարձեց ասելով, որ 4000 ջավախցի են բերել, եւ այդ ընտրությունները փորձելու են։ Ով է թեժացնում իրավիճակը։ Գործող իշխանությունը բացարձակապես ինքը եւ այդ նախկին ներկա տանդեմի արբանյակ ուժերը, հատկապես որտեղ գործող իշխանության, չեմ ուզում էլ անուններ տալ, ամենակարկառուն դեմքերը, այսօր ամենաբարձր պաշտոն, հատկապես հանրապետական կուսակցության նշանակալի դեմքերը, այսօր ամենաբարձր պաշտոնն են զբաղեցնում։ Մեկի անունը գտնենք լավ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եղել է Երիտ Թևի, հանրապետական կուսակցության Երիտ Թևի եւ Նիկոլ Փաշինյանի ժողովրդի լեզվով особый приближенный к императору, Կասին շատ մոտ ամենա Նիկոլ Փաշինյանը շատ սիրելի կերպարներից մեկն է Գևորգ Պապոյանը։ Հիմա հարց եմ տալի, դա նախկին ասում են սրբագործվեց, մտափոխվել է, եկել է Նիկոլ, լավ հիմա հանրապետական կուսակցության կեսը որ մտափոխվի գա Նիկոլ Փաշինյանի կողմ։ Սերժ Սարգսյանը որ ասես Նիկոլ Փաշինյանին ընդունում եմ, պետք է Սերժ Սարգսյանին ձեր շարքերում ընդունեք, կամ նմանատիպ ադիոս եւ ճանաչված քաղաքական կերպարների։ Այո թե ոչ։ Դուրս գանք եւս մեկ կարճատև գովազդային դաթարի, որից հետո քննարկենք խաղաղության պայմանագիրը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը եւ ասեմ, որ եթե հեռախոսազանգեր կլինենք, փորձենք նաեւ պատասխանել ձեր հարցերին։
Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Հայկաց Փաստորեն, եթե ամփոփենք Գյումրին, Գյումրիում թեժ է լինելու, թեժացնում է իշխանությունը, դրա հետ է կապված նաև այն խուզարկությունները, ձերբակալությունները, որոնք եղան Գյումրիում։ Տեսեք, այնտեղ ոնց հասկացա, ըստ որոշակի աղբյուրներ նաև բանի մամլո խոսնակի, եթե չեմ սխալվում, բանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության, եթե չեմ սխալվում, ասին, որ 8 հոգի որ կաշառք են առաջ եկել, 3 ընդունել են իրենց մեխը կաշառք տալու։ Գիտեք, այդ արատավոր բարքերը Գյումրին սովոր է, միգուցե չգիտեմ, այդ ում կողմից է եղել այդ կաշառք տալու փաստը, բայց ամենայն դեպս Ինչու Գյումրին միայն։ Չէ, դե Գյումրին ինքը քանի որ Շիրակի մարզը ավելի խոցելի է, որտեղ որպես հայրաքաղաք են ասում նաև, չէ։ Այնտեղ մարդիկ շատ ծանր վիճակում են եւ տեսեք, ասում եմ մի հատ տղա կա խոսում, ասում որ փոխտակ երթան նրանց են գտան։ Բռնել են 8 հոգու։ 3 ընդունել է մեղքի, դատավարական կարգավիճակը չգիտեմ ինչ կարգավիճակ ունեն, բայց ամենայն դեպս այդ թեժացնելու պահը Գիտեք, այդ որ վերջի պահին այդում են մարդ են բռնում, կամ չգիտեմ, ամեն Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է, չէ։ Ասեն կարող վերջին ու Հովիկ Աղազարյանը օրինակը։ Աղազարյանը հայտարարեց, որ լսելու ունակ Փաշինյանը ավարտվել է, ծնվել է ավտորիտար ղեկավարը։ Դա ճիշտ է, Աղազարյանն էլ աչքից լույսը չի, բայց ճիշտ է ասում։ Բայց այդ ավտորիտարիզմի ծնողներից մեկի բանը խթանը դուք եք հանդիսացել, Հովիկ Աղազարյան։ Դե ասում շատ եք սիրել դրանից։ Դե լավ եք արել, դրա համար այսօր դուք հրեշին մեծացրեք, այսօր դեզ այդ հրեշը կուլ է տալիս, քաղաքական հրեշը։ Եվ եթե դուք մտածում եք, որ դա նորմալ է ձեր համար, որ բան եք արել, հա Նիկոլ Փաշինյանը վերջ նույն այդ մսերի բանը պատմություն, հիշում եք որ խոսին, վերջի պայն գրացին սպանդանոցային մորջ չեղի այդ որ գումի շուկը։ Չգիտեիք որ տենց է։ Լավ հիմա դուք չգիտեիք որ նույն բանը, այս նույն այդ մարտիկ, այս քաղաքական ուժի ներկայացուցիչները այս կամ այն կուսակցությունների թալանով են զբաղվել, կոռուպցիոն սխեմաներով են հասնում։ Հենց գալիս ընտրության պահը բոլորին բռնում եք այդ շոուն գիտեք, ես դեռ չեմ խոսում, հանցանք կատարել չկատարում, այն որ բոլորը մինչև ականջները թափթափված են այդ կեղտի մեջ, դա փաստ է։ Բայց Նիկոլ Փաշինյանի համար այդ շոուները այս ընտրության պահը ժողովրդին ցույց տալիս, տեսեք, ես ինչքան օրինապաշտ եմ, ինչքան խիստ եմ, ինչքան հզոր են, որ չեմ թույլ տալի, որ այդ քրյացին դեմքերը գան իշխանության։ Գյումրիի ընտրությունները կարող են ինչ-որտեղ արդեն ինչ-որ նախադրյալներ ստեղծել հաջորդվա մեր 2026 թվականի ընտրություններին։ Ես կարծում դա կարող է լինի որ Գյումրիից է սկսվել քայլը։ Ես կարծում դա կարող է լինի հիմքը, բայց այնտեղ ընդդիմությունը նաև, այսպես ասած, ընդդիմությունը ծայրահեղ է տրամադրված, շատ ծայրահեղ։ Ինքը ասում է, որ ասում է մենք կմիաբանվենք ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, այսինքն եթե Գյումրեցին ընտրի քաղաքացիական պայմանագրի, ինքը իր ձեռքով գնում է այդ խաբեության ինքը իր ձեռքով կործանում է իր, այսպես ասած, կարևորագույն եւ այն ցանկալի վերջին հույսի շողերը, որովհետեւ իսկ ինչու ոչ մյուսներին հենց քաղաքացիական պայմանագրին։ Չհասկացա, այսինքն մյուսները։ Ընդդիմությունը, թող ոչ թե գնան քաղաքացիական պայմանագրին։ Ընդդիմությունը ում ընտրի, Վարդան Ղուկասյանի։ Հա, Վարդան Ղուկասյանի պահովել ասում են, այդ մարդը ամենակրիմինալ քաղաքն է, ինքը ասում է, դες բան չկա, լեկտի սուտ։ Այսինքն մարդկանց Չգիտեք, իսկ այդում եք աճ կրակա, գալիս եք ձախ կրակա, այդում եք մեջտեղ անդունդա։ Ինչ անեն, ասում են բոյկոտեք, ընդհանրապես մի գնացեք։ Իմ առաջարկն է բոյկոտեք ընտրությունները։ Այսինքն եթե քվորում չապահովվեց, ձայնը անցողիկ շեմը չհաղթավեց, всё ընտրություն չի լինում։ Այնքան մինչև կան նվիրյալ մարդիկ, ես առաջարկում եմ դա, իմ առաջարկը բոյկոտն է։ Երբ որ կտեսնենք նվիրական ուժերի, Լևոն Բարսեղյանն է Եվրոդաշինքի նվիրականն է, թե չգիտեմ, Մայր Հայաստան, ախր ժողովուրդ ջան, մի հատ sense հարց եմ ուզում էլի ձեզ տամ։ Դուք ասում եք հոգնել ենք բոլորից, նախկիններից, ներկաներից։ Բայց ամբողջ զավեշտը նա է, որը որ ընտրությունները գալիս այդ նախկին ներկաների կողքին կրս է գնում, կանգնում, ժպտում, նկարվում, գրկախ առնվում, համբուրում, ասես ոնց որ այդ մարդիկ, չգիտեմ, Անձնաբուրը լինեն, Քրքորյանը լինեն եւ մեկ այլ շատ նվիրական հայր։ Ինչ եք այդ քայլին գնում։ Մի հարց եմ ձեզ տալի դրամաբանական։ Ինչ եք այդ հոգեբանությամբ, այդ ավյունով, այդ պորկումով գնում այդ մարդկանց։ Ասեք, դեմպերին կան մի հատ գյումրեցի կին տեսա, որ հենց բոլորից հետ կզզվի Սաղաթել նույնն է։ Մենակ մի հատ մի երկու օգու տեսա, որ դից համարցակ հայտարարություն արեցին ոգով։ Դուխով չէ, ոգով։ Հիմա հարց եմ տալի, երբ որ ընտրվեց էլի, Գյումրին, այսքան տարվա մեջ այդ աղետի գոտում մեջ չեն գրասպեն, այս Գյումրին պետք է հիմա դրախտ։ 30 տարվա մեջ այս երկիրը պետք է լիներ դրախտ։ Դուրս ես գալի Երևան հոկտեմբերյան Էջմիածին, չգիտեմ, այնտեղ Աբով
Քաղաքները ավերականոցներ են, սա սովետական է ճունճն ազգացվում։ Այն երկու հատ էլիտար շենք սարքելով չի, մասնավոր սեկտորի մաս։ Մեր շենքերը պետքա վերանորոգվեին։ Այս ժողովուրդը պետքա ընդհանրապես ապրել իդեալական, գերիդեալական պայմաններում։ Դուք ում եք խափում։ Ով է ինչ արե այս երկրի ու պետության համար։ Նույն Կիրովականը մտեք, տեսեք ինչա կատարվում։ Լավ, հերիք չի դուք այդ ամեն անգամ այդ ամեն ինչը ուտեք, այդա ձեզ ասեք վայ մեզ խափեցին, վայ մեզ ստեցին։ Իսկ ինչ պետք է անի Վարդան Ղուկասյանը, հա։ Ասպա Ռուսաստանից մարդ են բերելու որսեք։ Ասպա Քաչալը ճարոներն է լխի մասին։ Ռուսաստանը սոր կրակի մեջ է, չգիտի որ կոմետ է, արդեն Գազպրոմ ընկերությունը լվացքի մեքենաներ է փորձում արտադրել։ 700-800 միլիարդ դոլարանոց կապիտալ ունեցող, կապիտալիզացիա ունեցող ընկերություն դա իջել է 30 միլիարդի։ Ինչի մասին եք խոսում դուք։ Հələ ասեք Ռուսաստանը ինչա։ Խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին։ Խոսում ենք եւ նախապայմանները դեռ շարունակում է Բաքուն։ Այս պահին չկան բռնում, որտեղ եւ երբ պետք է ստորագրվի պայմանագիրը, բայց մենք շատ ուզում ենք, որ այդ պայմանագիրը ստորագրվի։ Ընդ որում ողջունեցին երկրները։ Երկրները ճար չունեն, թե քո ղեկավարը ողջունում է, քո ղեկավարն առաջին հայտարարում։ Ես ես նորից եմ գրել, ոչ մի երկրի մի պահանջեք, որ հայ շատ հայեցի լինի։ Խաղաղության պայմանագիրը դա կար էսպիսի հասկացություն, ցար բոմբը, դա ջրածնային մի քանի 100 մեգատոննանոց ջրածնային զենք է, որի եթե հանկարծ անգամ ստորագրվի, դες բան չի լինում, բայց եթե ստորագրվեց, մենք ունենալու ենք այդ ջրածնային ռումբի ծայրահեղեն լուչիվայ այս ճառագայթունը որ եղավ, հերկի այրվելու են ու մոխրանալու են բոլորը։ Խաղաղության պայմանագիրը Ալիևի ամենակարևորագույն տուզն է, կոզերն է, այսպես ասած։ Եվ ջրածնային ռումբն է, որը կարա դառնա մեր գլխին մեծագույն փորձանք։ Եվ այս տարածաշրջանի համար մեծագույն փորձանք, որովհետև դրանով իսկ հայոց պետականության վերջին այն հույսի պայքարի ինչ են ասում, այդ կարևորագույն այսպես հայրենասիրական մղման էջն է, վարագույնն է փակվելու դրանով։ Հասկանում եք դա է բերելու խաղաղության։ Խաղաղության պայմանագիր չի, մեռա ասելով։ Ես մի հատ երկիր, ասեք, այս մի երկիրը ցույց տվեք մի հատ երկիր, որ պետքա օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առաջ կնքեն խաղաղության պայմանագիր եւ հաջորդ կողմերից մեկը հայտարարում է, որ հայերը ֆաշիստ են, պետք է ոչնչացնենք, պետք է մորթենք, պետք է երկաթյա բռուցքը տան գլխներին եւ այլն։ Մի հատ երկիր ցույց տվեք։ Ես կրկնում եմ, ես ուզում եմ այս մասը, քանի որ իմ ելույթները շատ են սիրում Մարի ջան կտրել ադրբեջանցի մեջ, ես նոյան տապանից եմ կտրում։ Искусственно созданная страна, или как называется, государство Азербайджан, я обращаюсь к аудитории Ильхама Алиева. Вы заблуждаетесь глубоко. Ваша фальсификация, ваши фальсифицированные, так называемые исторические в скобках факты, обсуждению не подлежат, лжеистория. А Армения, Арцах, в частности, все ему прилегающие районы будут возвращены к Республике Армении. То есть мы путем освобождения восстановим территориальную целостность Арцаха. А то, что говорите, 300 тысяч азербайджанцев должны приехать в Армению жить, не будет и никогда не было и не будет этого. Не жили азербайджанцы. Բարեփոխումներ են կանում, նոր ենք վերազինվում, ինչ հիմքով է այդ բարեփոխում անեն, չեն անի, այդ բարեփոխումները որևիցե առարկայական, շոշափելի, տեսանելի հիմքեր չեն ստեղծում։ Ինչ բարեփոխում եք անում։ Բարեփոխում եք անում, որ ադրբեջանցի հետ խաղաղության, ապա բլոկացման եւ ապա շրջափակման։ Բարեփոխում եք անում, որ գան այստեղ հերը տնից տեղից աստված կարոտ պահի, գմփացնեն, տրակացնեն, պայթացնեն ջիհադիստները, որտեղ որ նույն Արցախում ըստ որոշակի ռուսական, ամերիկյան աղբյուրների սիրիական ահաբեկիչներն են տեղափոխվել իրենց ընտանիքներով։ Բարեփոխում եք անում, որ գան Գորան Ալլահ Ակբար գմփացնեն, տրակացնեն, ինչքա չկա, այդան մտնեն մի օր էս մի բանը հանրային հասարակական վայրը, մի օր մի շենքը տրակացնեն, այդ բարեփոխումն է։ Դուք չեք հասկանում, որ դրան են տանում այդ ու կան ծայրահեղ իսլամիստներ, որոնք դրան են տանում, ասում են մենք Հայաստանից վրեժ ենք լուծելու։ Մտեք ադրբեջանական TikTok-յան հարթակների վրա, ասում են մենք գնացինք Հայաստան, հայերից մեր շահիդների համար վրեժ ենք լուծելու։ Այդ բարեփոխումն եք ուզում անեք, այ մարդ։ Լավ ինչ եք ուզում։ Լավ է ձեզ ոնց ասի Ադրբեջանը, որ եկել եմ ձեզ մորթելու, սպանելու, վերացնելու։ Ինչ եք ուզում, ոնց ասի։ Դուք ոնց եք պատրաստում ընդհանրապես ոնց է ձեր մտքի ծայրով անգամ անցնում, որ դուք կարողանաք ինչ որ կերպ
Համակեցության սկզբունքով ոչ թե ապրել, այլ 1 ժամ։ Այսինքն դեմ արդեն շփվել թուրքերի կամ ազերաթուրքական տանդեմի հետ։ Չի կարա դες բան լինի։ Չի կարա, չի եղել ու չի լինելու։ Սյունիքում Ֆրանսիայի Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպաններ Գորիսում եւ Սյունիքում էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանը։ Դեսպանի այցը ճանաչողական այց է, ուզում են, այսպես ասած, պրավերիչնի այց էր, տեսնում են ինչ վիճակ է այնտեղ։ Ամենայն դեպս իմ ներքին աղբյուրների փոխանցմամբ Քրիստինա Քվինին եւ Ֆրանսիայի դեսպանը ազգանունը մոռացա մեր լավ ընկերոջ հայտարարում են, որ մտահոգող է իրավիճակը, որտեղ ըստ նաեւ որոշակի աղբյուրների եւ մամուլի հրապարակումների Մարի ջան հավականին կուտակումներ կան Սյունիքի կողմից։ Եվ նաեւ Սյունիքի օդանավակայանն են պրիցելի տակ պահում, այսինքն թիրախավորել եւ ադրբեջանցիներն են դա գցում իմիջիալոց ասեն, որ այդ տեսեք կարանք խփել Սյունիքի օդանավակայանին եւ կարանք նաեւ եւ ասում են, որ Զանգեզուրը վերցնեն ու ջարդելով Հայաստանի ողնաշարը։ Սյունիքով մենք եթե Աստված մի արածեք կորցրեցին կամ մի մասը կորցրեցին, կարևորագույն Սյունիքի ճանապարհներից հանգույցից մեկը կորցրեցին, մենք ողնաշարը մեր հենա Երևան շուրնուղ, Որոտա շուրնուղ ճանապարհը կորցրինք։ Ոնց ենք այդում Պերևաններով։ Ժողովուրդը բողոքում ասում է խայտարակ վիճակը։ Այդ ճանապարհը մերն էր, տվեց Նիկոլ Փաշինյանը, ասեց, էդի իմիջիայով ձեզ ասեմ, Շուրնուղ գյուղի ընտրողների 51 ընտրողից ու շատ իր լսեք 41 հոգի ձայն ա տվել Նիկոլ Փաշինյանին 2021 թվականին։ Դուք պատկերացնում եք։ Հիմա դա համարվում է, որ մեր հելիոցինը գցում ենք մեր պարանն ու հելիոցինը դնում ենք մեր վզի տակ ու գցում ենք մեր վզին։ Որպեսզի կտրենք։ Դա տենց է թե տենց չի, հարց եմ տալի ձեզ։ Եվ Նիկոլ Փաշինյանը ասում է, ինչ ենք զիջել, հիմա ավելի անկախ ենք ու ինքնիշխան, ինչով ենք անկախ։ Ձեր ասածը Նիկոլ Փաշինյան, ես ես խորհուրդ եմ տալի, գնացեք Ավետիք Իսահակյանի գերադարան, հեքիաթների եւ արևելյան փիլիսոփայության բաժին։ Այնտեղ այդ լեգենդներ, առասպելներ, դուք այնտեղ կաշխատեք բաժնի վարիչ լավ։ Ես sense ռետորաբանական պատասխան։ Լավ, 2 րոպե ժամանակ ունենք, այսօր Երևանի Ազատության հրապարակում կհավաքվեն Արցախի տեղից։ Այդ դա չգիտե, ինչի համար։ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանրահավաք տեղի կունենա։ Ես ես խնդրում եմ շատ ճիշտ կանեք, սիրելի արցախցիներ, Այսինքն ընդունում եք, որ արցախցիները սկսեն իրենց ակցիաները։ Ես ընդունում իհարկե ընդունում, բայց մի բայց Սիրելի Արցախահայություն, իմ հարգելի հայրենակիցներ, բոլոր այն պնդումները, որ դուք եկել եք, դուք պարակտիչ եք, դրանց մի լսեք։ Այն հայրը, ովքեր ձեզ դες բաներ են ասում, դրանք իրականում ինձ համար հայի վատագույն եւ չհայ տեսակն են։ Սիրելի արցախցիներ, գնացեք պայքարեք, բայց նախքին ներկա հատկապես Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված, Բաքրատ Գալստանյանին փոխկապակցված, Սերժ Սարգսյանին, Լևոն այդ ուժերի հետ հեռացրեք ձեր շարքերից, թող լքեն ձեր շարքերը, գնացեք ինքնաբուխ հավաքի, ընտրեք ձեր մեջից ձեզ լիդեր ղեկավար, բայց մի գնացեք պայքարի ին վերը նշած Արցախցիների հանրահավաքը եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը փաստորեն Երևանում է երբ սրվարնոցում, որից հետո եկավ 5 ժամ հետո թող։ Գիտեք, Արա Աբրամյանին հայերի միության նախագահն է, դա Գիտեք, ադրբեջանցի բլոգերը գա այստեղ վիդեոանի ուղարկի գցի, խայտարակել ենք ամբողջ աշխարհ։ Չեմ հասկանում ոնց են թողի ադրբեջանցի բլոգերին գա Հայաստան, եւ դրա ֆոնին Արա Աբրամյան ասում եմ, սիրեք, չեք սիրի Արա Աբրամյանին կամ ես եմ սիրում, չեմ սիրում, արդեն հայ է, ազգությամբ հայ է։ Հայերի միության նախագահն է, ես չգիտեմ ինչ պատճառով չեն թողել, բայց դա խայտարակություն էր այդ մարդուն չթողել Հայաստան մտնել։ Այսինքն ադրբեջանցուն թողում եք, Յան ազգանով ինչ որ մեկին չեք թողում։ Որ գաստը նկարի գցի խայտարակել ենք ալամ աշխարհով մեկ։ Մեր հաղորդումը մոտեցավ ավարտին։ Մատ կոչ ենք անում, շնորհակալություն, ես իմ զորակցությունն ու կորովն ու զորակցությունն եմ հայտնում, սեն ու զորակցությունն եմ հայտնում մեր արցախահայությանը, մեր սիրելի հայրենակիցներին, աշխարհասփյուռ մեր հայությանը, միջելոց այնտեղ Արսեն Թորոսյանը ասում է, իրանք իրավունք չունեն խառնվել, սփյուռքահայություն իրավունք ունի խառնվի, խառնվելու կխառնվի Փառք ու պատիվ հայ զինվորին, փառք ու պատիվ Արցախին, որը որ մենք վերադարձնելու ենք, վաղ թե ուշ ետ ենք բերելու այդ երկաթյա բռունցքը ջարդելու ենք Ալիևի գլխին եւ փառք ու պատիվ մեր մարտիրոսված նահատակված հայրենակիցներ։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք իրադարձությունների զարգացմանը, կհանդիպենք։